Օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հրավերով Երևանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պետի տեղակալ ներքին ծառայության գնդապետ Ալեքսանդր Բուշույևի գլխավորած պատվիրակությունը։ Օգոստոսի 22-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին օպերատիվ տեղեկատվական, քրեագիտական եւ հետախուզական տեղեկատվության միջպետական ինֆորմացիոն բանկ փոխանցման ու տրամադրվող տեղեկատվության ցանկի արդիականացման, ինչպես եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կենտրոնացված մատնադրոշմային հաշվառումներով չբացահայտված հանցագործությունների վայրից հայտնաբերված մատնահետքերի ստուգման հետ կապված հարցերը։ Շնորհակալություն հայտնելով հյուրերին եւ կարեւորելով երկու գերատեսչությունների փոխգործակցությունը տվյալ ոլորտում, Գագիկ Ավետիսյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, ինչը դրական ազդեցություն կունենա բազմաբնույթ տեղեկատվության փոխանակման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։ Կանեփ Կակաջ 2015 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օգոստոսի 22-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների հետ ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Ջերմուկի Շահումյան փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Արմավիրի բնակիչներ Վարդան Գևորգյանին եւ Գրիգոր Ենգիբարյանին։ Անձնական խուզարկությամբ Գևորգյանի եւ Ենգիբարյանի մոտից հայտնաբերվեց կանեփանման դեղնական աչավուն մանրացված զանգված, ըստ նրանց նախորդ օրը Գևորգյանն էր հյուրասիրել Ենգիբարյանին, հայտնաբերվածն արգրավել եւ ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Արմեն Ավագյանը, որը օգոստոսի 10-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Արմեն Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի բաժին կամ զանգահարել 28 22 20 կամ 102 հեռախոսահամարներով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 22, խարդախության 9, կողոպուտի 2, յուրացման 3 եւ խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 75 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Համաձայն տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման գրաֆիկի մարզերում օգոստոսի 17-ից 23-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 60 տրանսպորտային միջոց, որից 45-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 2-ի համարանիշերը եղել են փոխարինված, իսկ 13 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետն անց ԱՊԱ պայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։ Օգոստոսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, քարտուղարություն@police.am էլեկտրոնային հասցեներին։
Եթե մեկնում եք արձակուրդ կամ տանը մենակ եք եւ ի հայտ է եկել տան անվտանգության խնդիր, ձեզ կօգնի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Ներկայացնելով համապատասխան դիմում եւ կնքելով պայմանագիր, ձեր տանը կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ։ Ցանկացած կասկածելի իրավիճակի դեպքում գործում է անվտանգության համակարգը, տրվում է ազդանշան եւ պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները 5-ից 7 րոպեի ընթացքում կլինեն ձեր հասցեում։